Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի հատուկ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Քվեարկությանը մասնակցել են ընտրապայքարի գլխավոր դերակատարները, ինչ մթնոլորտում է անցել նրանց քվեարկությունը։ Ընտրությանը մասնակցել են նաև հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, ինչ ուղերձ է հղել վեհափար հայրապետը։ Ընտրությունից առաջ քաղաքացիներին կոչով է դիմել Բագրատ Սրբազանը, ինչ է նա հորդորել ընտրողներին։ Քվեարկության մեկնարկից ժամեր անց ահազանգեր են հնչել, ինչ խախտումներ են եղել։ Մինչ երկիրը հետևում է ընտրությանը, Լոռիում շարունակում են հաշվել կարկուտի հասցրած վնասները, ինչ իրավիճակ է Ստեփանավանում։ Խորհրդարանական ընտրության քվեարկությանը մասնակցում են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև քաղաքական ուժերի առաջնորդներն ու թեկնածուները։ Իսկ թե ովքեր են մասնակցել ընտրությանը, որ ընտրատեղամասեր են այցելել եւ ինչ մթնոլորտում է անցել ընտրությունը, տեսանյութում առանց մեկնաբանության։ Ոչ թե հակադրություններով մեզ զբաղացնենք, բոլորս իրար կյանքը դժվարացնենք։ Նաև այնպես ուժեղ երկիր, որ մենք վաղը մյուս օրը, մյուս սերունդները էլ ավելի ուժեղացնեն եւ ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն։ Այսինքն, այս դասարանը փոխենք դրա համար։ Ու նաև ուզում եմ դիմեմ մեր բոլոր հայրենակիցներին։ Շուտ այսօր խնդրում եմ բոլորին 10 րոպեեր ընդամենը, գնացեք ընտրության, 10 րոպե, արագ եկանք, անձնակիրը վերցնում ես, գալիս ես, ինչքան հնարավոր շուտ, օրվա վերջ մի թողեք, որ հանկարծ ինչ-որ բան չուշանակ, գնացեք ընտրության, բերեք մեծ փոփոխություն մեր բոլոր հայրենակիցներին, շնորհակալ եմ բոլորից, լավ օր ձեզ։ Mr. Karapetyan, Yes. Do you consider the elections free and fair? Սպասում եմ, որ հունիսի 7-ը մեր ժողովրդի պատմության մեջ կարա լինի բեկումնային եւ այսօր մեր ժողովուրդը հնարավորություն ունի լիարժեք փակելու այս ամոթի խայտառակության էջը եւ բեկում մտցնի մեր ժողովրդի պետության պատմության մեջ։ Ամեն դեպքում քվեախցիկում մարդ իր խղճի հետ է, ինչ ուզում ես արա, մեկը իր խղճի հետ է մնում մենակ։ Ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ։ Ոչ թե մարդիկ, որոնք կարող են ուրախությունների ժամանակ ուտել խմելով զբաղված լինել, այլ մարդիկ, ովքեր իսկապես քնած թե արթուն ուշադիր հետևում են, որպեսզի ամեն մեկի կյանքը լինի բարելավված, արդար։ Չեն կարող Հայաստանին զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով
եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հարակվե տեղի կունենային ժամանակ, երբ որ լինի հարակվեի առարկա։ Շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Ընտրությանը մասնակցել են նաև հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Արշակ Սրբազանի և այլ հոգևորականների հետ քվեարկել է Էջմիածնի 14 կոտորակ 11 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում վեհափառը նշել է, որ իր ընտրությունը կատարել է հանուն Հայաստանի բարօրության, անվտանգության և խաղաղ ապագայի։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ Իր ընտրությունն արդեն կատարել է նաև Միքայել Սրբազանը։ Նա քվեարկել է Գյումրու 31 կոտորակ 44 ընտրատեղամասում։ Իսկ ընտրության գնալուց առաջ քաղաքացիներին կոչով է դիմել նաև Բագրատ Սրբազանը։ Սրբազանը քաղաքացիներին հորդորել է գնալ ընտրության, որպեսզի նրանց ապագան չորոշեն ուրիշները։ Նախ այդ որևէ ընտրություն եւ այս պարագային սա
Յուրաքանչյուրի պատասխանատվությունը, կեղծավորությունը եւ բառիս ամենալայն իմաստով ասեմ, խաբեությունը, երբ դու չես գնում քո պատասխանատվությունը, չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ եւ ուրիշից հետո պահանջում ես, որ ինչ որ կերպով քո կյանքը բարեփոխվի կամ բարելավվի։ Հետևաբար ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը մյուս օր խոսելու, այլ պարզապես ինքը պատճառը դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը։ Եվ հետևաբար ես հրավիրում եմ, կոչ եմ անում այս կարևոր, շատ կարևոր հանգրվանին, որ ջրբաժան հանգրվան է մեր կյանքում։ Գնան ընտրության եւ ստանձնան այդ պատասխանատվությունը, ոչ միայն իրավունքը կիրառեն։ Քվեարկության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ անց արդեն տարբեր ընտրատեղամասերից ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Դիտորդական առաքելությունն ու նախաձեռնությունները հայտնում են քվեարկության գաղտնիության հնարավոր խախտումների, բաց քվեարկության փորձերի, քարոզչական նյութերի առկայության եւ ընտրական ցուցակներում անհամապատասխանությունների մասին։ Իսկ թե ինչ են արձանագրել տեսախցիկները, դիտենք առանց մեկնաբանության։ Քիչ առաջ ԿՊԿ կուսակցության ներկայացուցիչը մոտեցավ բնակչին, ով օգնության կարիք ուներ եւ տղան հետներ, սպասում էր տղային, որ մոտենա եւ թիվ 3 քվեաթերթիկը դրել էր սկզբնամասում, ինքը ուղղորդեց, որ այդ թերթիկը տակը դնի, ես կողքն էի ու լսեցի, թե ինչպես է ահա այս անձնավորությունն ուղղորդում, որ փոխի թիվ 3 քվեաթերթիկը։ Ամբողջը վերցնում եք, դնում եք քվեարկությունից, որոնք որ չեք ուզում գցում եք քվեարկության մեջ, այս մի հատիկը դնում եք մեծ ճան։ Այստեղ չի հավելություն, դրա խոսակցություն։ Ինչպես ստացվեց, որ մի հոգի փաստորեն քվեարկել է այստեղ մենք տեսանք Տիգրան Նիկողոսյան, առաջի քվեող։ Աշխատակիցը համապատասխանությունը թվի չի տեսել ու թույլ են։ Բայց հիմա այս թուղթը վավեր կհամարվի։ Անվավեր, իհարկե։ Սա անվավեր է, բայց հիմա ընտրողը չի իմանա, որ իր թուղթը անվավեր է համարվելու։ Ճիշտ ասած, ես ինքս եմ ասում անվավեր, որովհետև այս բանին ընտրատարածքային տեղամասի նախագահան սպասում է լիազոր մարմնի եւ կենտրոնական միտական հանձնաժողովի որոշմանը, որպեսզի որոշում կայացնեն ու փոխանցեն ինձ որոշում։ Թափանցում է այսի քվեախցիկի հետևերևումը։ Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր է հնչեցրել նաև ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ որոշ տեղամասերում նկատվել են քարոզչական նյութերով անձինք։ Այս հայտարարությունների վերաբերյալ իրավասու մարմիններն առայժմ պաշտոնական գնահատական չեն ներկայացրել։ Մինչ ընտրական գործընթացը շարունակվում է, իր աշխատանքն է սկսել նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը։ Դիտորդներն առավոտյան այցելել են Երևանի Չայկովսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս։ Տեսնենք, թե ինչպիսին էր առաքելության աշխատանքային մեկնարկը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ընտրում է նոր խորհրդարան, որի արդյունքով կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանում առնվազն 105 մանդատի համար պայքարում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ի սկզբանե ընտրությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն քվեարկությունից օրեր անց Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից։ Հիշեցնեմ, որ խորհրդարանն անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքները 8% ձայն։ Ընտրատեղամասերն արդեն 4 ժամ է բացվել են և ընտրողները սկսել են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Նշեմ, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 2.485.851 քաղաքացի։ Ի դեպ, Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանի 10:40-ի տվյալներով ընտրության մասնակցել է 187,917 քաղաքացի։ Մեր նկարահանող խմբերը տարբեր ընտրատեղամասերում են։ Այս պահին միանանք Սեդա Մակարյանին, որը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 7 կոտորակ 10 ընտրատեղամասում է։ Հասակարգ ԵՏՄ-ից հեռացնելու։ Չէ, այդպես է ասում, որ այստեղ կոնսենսուս է պետք եւ այլ։ Իսկ կա ընթացակարգ հապկում սառեցնելու անդամակցություն։ Չկա ընթացակարգ։ Բայց ինքը համար է, որ ինքը կարող է սառեցնել։ Արել է։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Բայց ինչ հիմքով, Իսկ հիմքերա պետք, Վաշինգտոնի հիմքերա պետք անել այն, ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը, այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵՏՄ-ի հետ սառեցման։ 98% Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ըստ դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ sense հոժար կամքով դուրս գայի։ Իսկ նախագահ եթե պատահորի բայց ինձ հասկացեք, հեքիաթներ մի արդեն կամ փորձ հեքիաթները դա ոչ մեկը չի ֆինանսավորելու, ինչ որ 50 միլիոն խոստացել են այս նախընտրական խոստումը 2 օր առաջ Հունգարիան մի որոշում կայացրեց օրինակ միգրանտների մասին Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ կոնկրետ Հայաստանի վերաբերյալ լուրջ սահմանափակումներ մտցրեցին Եվրոմիության անդամ պետություն եւ ամեն մի պետություն իր շուկան այնպես է պաշտպանելու որ դժվար է պատկերացնել հեքիաթներ են հերթական անգամ մեր ժողովրդին խափելու։ Պարոն նախագահ, եթե Փաշինյանը պարտվի այնուամենայնիվ հեշտ կթողնի իշխանությունը եւ կգնա, ինչպես ինքն է ասում, եթե ժողովուրդը որոշի, ես կհեռանամ, թե տարբեր սցենարների կապը շատ վատ ավարտելու է, շատ վատ։ Ինչ իմաստով։ Ամեն մեկը իր ֆանտազիա, ուրեմն բանտ նստացնել, պատերով տալ, դա սպառնալիք չի։ Հիմա վատ ավարտելը շատ վատ ավարտել ինչ է նկատել իշխանությունը գրակը արդեն ամեն մեկը թող իր ֆանտազիայի համաձայն եւ կողմնորոշումների մտածի Ընտրատեղամասերից մեր ուղիղ միացումներին կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Մինչ քվեարկությունը շարունակվում է, քաղաքական ուժերը շարունակում են հայտարարություններ անել ընտրական գործընթացի վերաբերյալ։ Հայաստան դաշինքից պնդում են, որ առավոտից իրավապահ համակարգը խոչընդոտող գործողություններ է իրականացնում։ Հայաստան դաշինքը մասնավորապես հայտարարել է. Մեջբերում է. այս խայտառակ եւ հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տերորի է ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Մեջբերման ավարտ։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանի խոսքով առավոտից ճնշումներ են գործադրվում իրենց շտաբների նկատմամբ։ Նա նաև նշել է, որ այս իրավիճակը կանխատեսելի էր։ Առավոտյան ժամը 8-ից սկսած
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից այն մասին, որ այսօրվա օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով, վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում Բարգավաճ Հայաստան կուսակցության տարածքային կառույցների վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ։ Տարատեսակ շինծու եւ մթածածին մեղադրանքներով մեր համակիրները, մեր կուսակից ընկերները մարզերում իրենց գործունեությունը իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում, կրկնում եմ, տարատեսակ շինծու եւ մտածածին մեղադրանքներով։ Իհարկե այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր, քանզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նմանատիպ գործելավոճը ավանդական է դարձած եղել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, սակայն այն, որ այսօր անգամ ընտրության օրը այս ծավալով հետապնդումները շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, սա արդեն որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող փաստ է։ Միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանրապետության տարբեր ընտրատեղամասերում առավոտյան բացակայել են հանձնաժողովների մի շարք անդամներ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով ընդհանուր առմամբ արձանագրվել է 50 անդամի բացակայություն 48 ընտրատեղամասում։ Ժամը 8-ի դրությամբ բացականներ ենք ունեցել 2005 տեղամասերից 48-ում ենք ունեցել բացականներ, այդ բացականներից ընդհանուր 50 բացակա է եղել, ընդամենը 3 դեպքերում 2 նախագահ եւ 1 քարտուղար է բացակա եղել եւ ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս նույնիսկ եթե ընտրական հանձնաժողովի օրինակ անդամներից որևէ մեկը բացակայ, միևնույն է գործընթացը շարունակվում է, եթե անհրաժեշտ լինի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները նոր անդամ են նշանակում, այսինքն գործընթացը ընթանում է բնականon, այս ընթացքում բնականաբար ինչ-որ տեխնիկական խնդիրներ իրար գալի, որոնք ընթացս արագ լուծվում են։ Ես օրինակ գիտեմ, որ նախագահ երկու նախագահների եւ քարտուղարների բացակայությունը պայմանավորված է քրեաիրավական գործընթացով, այսինքն մեզ դա արդեն զեկուցել է, որ ուղղակի տվյալ նախագահները եւ քարտուղարը գիշերը ձերբակալվել են։ Եվ մինչ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է խորհրդարանական ընտրությանը, Լոռու մարզում շարունակում են գնահատել երեկվա ուժեղ կարկուտի հասցրած վնասները։ Ստեփանավանում կարկուտը վնասել է տների տանիքներ, ավտոմեքենաներ ու գյուղատնտեսական նշանակության տարածքներ։ Քաղաքի վիճակի մասին բնակիչների հետ զրուցել է Սեդա Մակարյանը։ Ձվի չափ կարկուտ է տեղացել Ստեփանավանում։ Դրսում մնացած մարդիկ կապտուկներով են տուն հասել։ Ստեփանավանի մեր հայրենակիցներն ABC մեդիային լուսանկարներ ու տեսանյութեր են փոխանցել։ Մոտ կես ժամ տևած կարկուտը միլիոնների վնաս է հասցրել բնակիչներին։ Կարկտահատիկները րոպեների ընթացքում ծեծել են այգիները, ցանկատարածությունները, տանիքներն ու մեքենաները։ Այնինչ գյուղացին ամիսներով աճեցրել է արևի տակ, երկնքից ընկնող սառույցը հաշված րոպեներում հողին է հավասարեցրել։ Տուժել են նաև Հարակից, Արմանիս եւ Ուրասարկ բնակավայրերը։ Սառույցի սպիտակ շերտով ծածկված փողոցներ, վնասված մեքենաներ, ոչնչացած բերք, բնակիչներն ասում են, նման կարկուտ վաղուց չէին տեսել։ Հիմնական տուժել են մեքենաները, ութների, գրիչները, պատուհաններ, այգիներ, բերք կարճ տևեց։ Ժամը սկսել է 1:15 պակաս, մոտավորապես կես ժամ 40 րոպե է տևել։ Բայց շատ միանգամից է սկսվել, մարդիկ չէին հացնում մեքենաները ծածկի տակ տանեին։
Օրեր առաջ էին օդերևութաբանական կենտրոնից հայտարարել, որ հանրապետության որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ տեղա։ Հակակարկտակայանները սակայն նորից չեն գործարկվել կարկուտի պահին։ Դրանք կրակել են միայն աղետից հետո։ Հակակարկտակայաններ կան տարածքում, բայց կրակոցներ չեն գտել, որովհետև այդ կարկուտը շատ մի անգամ սկսեցել ինձ թվա յանքերն այդշնը։ Արևոտ բարձ եղանակ էր, 10 րոպեի վանոց եղանակը փոխվեց, կարկուտից հետո ասել են կրակոցներ, կարկուտից հետո արդեն կրակվել են։ Այժմ համայնքներում հաշվում են վնասների ծավալը։ Համայնքապետարանն արտակարգ ռեժիմ է հայտարարել։ Շտաբաձևավորվել արտակարգ իրավիճակների հանձնաժողովը ձևավորվել է պահին արձանագրվում են, գույքագրվում են վնասները բնակիչների կողմից, արտակարգ ռեժիմով աշխատում է համայնքապետարանը, տեղում աշխատում են ԱԻՆ-ը, այն աշխատակիցները գույքագրում են բնակիչների հետ հավասար։ Թե որքան բերք է գետնին հավասարվել, քանի տնտեսություն է տուժել եւ ինչ աջակցություն կստանան բնակիչները, պարզ կլինի առաջիկա օրերին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով, յուրաքանչյուր 2 ժամը 1 կլինենք ուղիղ եթերում, կունենանք հարցազրույցներ ինչպես թեկնածուների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի հետ, իսկ ընտրատեղամասերից ուղիղ միացումները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում։ Այնպես որ շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Իդեպ, հարգելի հետևորդներ, եթե նկատել եք ընտրախախտում, կասկածելի կամ ուշագրավ դեպք ընտրատեղամասում կամ դրա շրջակայքում, ուղարկեք մեզ լուսանկարներ, տեսանյութեր եւ կարճ նկարագրություն մեր Telegram բոթի միջոցով։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 14-ին է, կհանդիպենք։